Ամանորյա գնումների հետ կապված հայ ժողովուրդը ունի տարբեր մոտեցումներ, սակայն մի բան հաստատ է՝ անկախ մարդկանց տնտեսական վիճակից ընդունված է բոլորի սեղաններին տեսնել ամենաճոխ, ամենաթանկ ու որակյալ մթերքներից պատրաստված ուտեստները։ Անցած տարի այսպես կոչված ձվի խուճապը իր վրա էր գրավել բոլորի ուշադրությունը, ինչը կարող է կրկնվել այս տարի, սակայն մեկ տարվա ընթացքում լուրջ քայլեր են ձեռնարկվել այս տարվա խուճապը կանխելու նպատակով, ասում է մարկետոլոգ Մանաս Եփրեմյանը։ Վաճառուհիներից Տիկին Գոհարը ձվի թանկացման հետ կապում է եղանակային պայմանները։ Ձուն թանկացել է դրա համար, որովհետև ձմեռա, հավերը տեղեր տակ չի, հավերը չեն ածում, դրա համար տնական ձուն թարմ է, խանութում 60-70, տնականներ պետք է 20 դրամ թանկ լինի, բնական է դա։ Ես չի ասի, այդեն շատ թանկ է, օրինակ պամիդոր կա, նայի 400 դրամ, անտիր պամիդոր է, 400 դրամ։ Ինչն է, կարալյոկնա դրսից եկած է, բնական է, էդի թանկ է, մանդարին, ապերսինը, ասենք թանկ է, 500 դրամ է, թանգել, ասենք այդքան շատ թանգել չի, 500 դրամ է։ Իսկ ժողովուրդը արդեն սկսել է ամանորյա գնումները։ Չէ, չի սկսել։ Դեռ առևտուր չկա։ Հիմնականում երբ են սկսում։ Հիմնականում սկսում են 25-ից հետո։ Այդ 5 օրն է առևտուրը լինում։ Ամեն տարի։ Ամեն տարի։ Վաճառուհիներից Տիկին Երանուհին բացատրում է, որ մթերքների թանկացումը հիմնականում նկատելի է ոչ միայն նոր տարվա նախաշեմին, այլ նաև ամբողջ տարվա ընթացքում։ Իրավիճակը կարելի է ասել ամբողջ տարվա կտրվածքով նորմալ է, որովհետև թանկացումները ոչ թե միայն այս մի երկու օրվա մասին է խոսքը, այլ ամառն էլ ա եղել, միշտ էլ ամեն ապրանք իր ժամանակի հետ, սկզբից մի քիչ էժան է լինում, հետո սկսում է գները բարձրանալ։ Դա արդեն շատի ու քչի պատճառն է հիմնականում։ Հիմա ապրանքը ձմեռ է, արդեն մարդիկ ամառը իրանց ապրանքը իրացրել են, հիմա որոշ լավ բաներ, մրգերը լավ տեղավորել են, դասավորել են, հիմա մարդիկ բերում են որպես նոր տարվա շեմին մի երկու կոպեկ ավել վաճառեն, որ կարողանան իրանք էլ թանկով մի քանի բան առնեն, իրանց սեղանը զարդարեն։ Հիմնականում այդ է թանկացման պատճառը։